կան, բայց կարծում եմ պայմանավորված երեկվա հայտարարություններով ես կսահմանափակվեմ միայն 3 համաձայնագրի վերաբերյալ հարցերով։ Հարցերը ասվածը որն է, նախ ընդդիմությունը ընդդիմանում է ու շարունակելու է ընդդիմանալ Ադրբեջանի բոլոր պահանջները կատարելու ձեր մարմաջին։ Հայաստանում դուք բերել եք այդ եվրոպական դիտորդներին։ Բնականաբար դեմ ենք, որ Ադրբեջանը, եթե ասում է, որ իրանց պիտի սահմանից հանեք, դուք առանց դա քննարկելու անգամ հանում եք։ Այդ է անդիմության խնդիրը։ Թե չէ մենք ինչին ենք դեմ, ինչին ենք կողմի չի համար, դա ասել ենք։ Հիմա ես ուզում եմ, որպեսզի հստակ ու պարզ լինի։ Դուք ստացել եք մի հատ համաձայնագիր, որը արտացոլում է բանակցային գործընթացում Ադրբեջանի կողմից հնչեցված բոլոր պահանջները, բոլոր։ Ու հայտարարում եք, որ փոխզիջումային փաստաթուղթը, որը ընդունելի է Հայաստանի համար։ Մի հատ ես մեր հանրությանը կբացատրեք Ադրբեջանի փոխզիջումը ո՞րն է եղել։ Այդ ինչ պահանջ է Ադրբեջանը հնչեցրել, որից հետ է կանգնել, զիջել է ինչ-որ բան։ Ո՞րն է եղել Ադրբեջանի փոխզիջումը բանակցային գործընթացում։ Ես հիշեցնեմ, որ դուք սկսել եք բանակցել ենք այդից, երբ որ Ադրբեջանի պահանջները վերաբերում էին բացառապես Արցախին, հիմա հասել եք այնտեղ, որ Ադրբեջանը հրապարակային նախապայման է դնում սահմանադրություն փոխելու, պահանջում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Իսկ երաշխավորել եք Ադրբեջանի ստիպել եք ընդունել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը նենց, այն նենց է ընդունել, որ եկել է 240 կիլոմետր զորքով զավթել է։ Այդ նենց ճանաչել ու ընդունել է Ադրբեջանը ձեր բանակցությունների արդյունքում։ Եվ երկրորդը, ես շուրջ 1 ամիս առաջ հարցրել եմ ազգային ժողովի լիագումար նիստերի հարց ու պատասխանի ընթացքում, արդյոք այդ պայմանավորված կետերում կա կետ, որով դուք Ադրբեջանի հետ այսպես կոչված ռևանշիզմի դեմ պայմանավորվել եք պայքարել։ 3 փաստացի Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ կողմերը պայմանավորվել են այսպես կոչված խաղաղության օրակարգի դեմ գործողություններ չիրականացնել։ Ես ուզում եմ հասկանալ, ձեր համար, Ադրբեջանի համար խաղաղության օրակարգի դեմ գործողությունն է օրինակ, ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձի են հատվածը, որտեղ ասում է, որ արցախցիները իրավունք ունեն վերադառնալ իրենց հայրենիք։ Ձեր համար ամենայն հայոց կաթողիկոսը ռևանշիստ է, պայքարելու եք իր դեմ։ Ինչ է, այդ որ պայմանավորվել եք դա, այդ ինչ գործողությունների մասն եք խոսում, այդ որ հայտարարություններն են, որոնք խաղաղության օրակարգի դեմ են ու դրանց դեմ պիտի պայքարեք։ Այս ժողովրդին ասեք իմանան, իսկ ձեր ձեռք բերած համաձայնագրի նշանակության մասին կամ այդ ձեռքբերումը որպես գիտեք, այսինքն նշանակության չէ, բանի մասին խոսում է այն, որ ընդհանրեն այն հայտարարությունից հետո, մի ժամ հետո այն հայտարարությունից, որ դուք բոլոր ամեն ինչ համաձայնացրել եք, Ադրբեջանը երկու նախապայմանի մասին է խոսում։ Այ էս է ձեր վարկը, այն ձեր կառուցողական ու կիրթ գործընկերոջը հետ բանակցում եք։ Ես ուղղակի ներողություն պարոն Յուզյանց կուշացնեմ, որ հարց ու պատասխանից բացի կա նաև ելույթների փուլ եւ դիրքորոշումները հնարավոր է այդ փուլում անցկացնել։ Ես ճիշտ ասած այդքան լսեցի մի հատ հարց լսեցի, արդյոք մենք կաթողիկոսին ռևանշիստ ենք համարում, ձեր հարցի պատասխանն է ոչ։ Բայց ուրիշ բաներ էլ ասվեց, պետք է անպայման անդրադառնամ։ Գիտեք, Տիկին Վարդանյան, դուք ասում եք դուք միայն ընդունում եք Ադրբեջանի բոլոր պահանջները, էսա ձեր համաձայնագիրը։ Դրանից անմիջապես հետո մի բան խնդրեմ, էլի, որ հիմա որ ավարտվի, գնացեք մի հատ ձեր ասածը լսեք վիդեո։ Դուք ասում եք բոլոր պահանջները ընդունում եք, էտա ձեր համաձայնագիրը միայն Ադրբեջանի պահանջներով։ Անմիջապես երկու նախադասություն հետո դուք ասում եք պահանջներ, որոնք շատ լավ վստահ եք, որ այդ պայմանագրում չկա։ Իսկ այդ պայմանագրի տեքստը համաձայնեցված է։ Հետևաբար համաձայնեցված եւ պայմանագրի ուրեմն բանակցությունը ավարտված է։ Հիմա Հիմա այն համաձայնագիրը ախի ծերովան պատասխանում եմ հարցը լսեցի։ Լավ չեք հասկանում ուրեմն մեր պատասխանները։ Լավ։ Մեր պատասխանները ընդհանրապես չեն, ընդհանրապես ես ինձ իրավունք չեմ վերապահել այս բան ասեմ։ Այս հարցի մեր պատասխանները նայեք, ասում եմ, մեր համաձայնագրի համաձայնեցված տեքստում հստակ գրած, որ երկու կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ դրա հիմքում ընկած է 1991 թվականի Ալմաթայի հռչակագիրը, որը շատ հստակ սահմաններ է գծում այդ տարածքային ամբողջականությունների համար։ Դուք կարծում եք, որ սա մեր զիջումն է, Ադրբեջանի զիջումն է,
թող այդ երկրներից դից չնեղանան Մալայզիայի զիջումն է, Պանամայի զիջումն է, դուք գնացեք ոնց ուզում եք, ես համարում եմ սա էական ձեռքբերում։ Ընդհանրապես մի հատ էլ եմ ուզում ասեմ, փաստաթուղթը առաջիկայում, երբ որ բարով խերով կստորագրվի, կգա ազգային ժողով, կվավերացվի, կհրապարակվի կամ չգիտեմ ընթացակարգերը ոնց են, մինչև այդ հրապարակվի, թե ոնց մի քիչ իրավական հարց է։ Կկարդակ, կտեսնեք, ժողովուրդն էլ կտեսնի։ Չկա որևէ միակողմանի կարգավորում, չկա որևէ կարգավորում, որը մեզ ձեռնտու է միայն Ադրբեջանին, եւ չկա որևէ կարգավորում, որը մեզ ստանում է ոչ թե խաղաղության հարաբերությունների կարգավորման, այլ Հայաստանի Հանրապետության նվաստացումն է արձանագրում։ Մնացածը լավ ուրիշ բան ասեմ, Տիկին Վարդյան, դուք ոնց որ մակերեսի մասին եք ասում, ես առաջարկում եմ առանց սեթևեթելու խոսել բուն խորը էության մասին հարցի։ Հարգելի գործընկերներ, հարգելի քաղաքացիներ, խաղաղությունը Հայաստանի Հանրապետության գոյության միակ ձևն է։ Ադրբեջանի հետ խաղաղությունը եւ հարաբերությունների կարգավորումը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից։ Մնացածը կան հարցեր, որոնք կարգավորված են։ Անշուշտ կան հարցեր, որոնք դեռ պետք է կարգավորվեն։ Անշուշտ կան հարցեր, որոնք իրենք այլ կերպ են նայում, մենք այլ կերպ ենք նայում։ Կան պահանջներ, որոնք իրենք ունեն, որ մենք չենք կիսում։ Կան պահանջներ, ակնկալիքներ, որ մենք ունենք, իրենք չենք կիսում։ Կան հարցեր, որ գուցե մինչև վերջել աշխատենք միասին եւ կարգավորված չմնա, օրինակ, չգիտեմ, անհայտ կորածների, ճակատագրերի պարզաբանում եւ այլն։ Թնջուկը եւ բարդությունների ուրեմն խումբը իսկապես մեծ է, բայց խաղաղությունը ընդհանրապես հեշտ գործընթաց չի, եթե այդպիսի լիակատար փոխըմբռնում լիներ, արդեն բոլոր հարցերը լուծված կլինեին։ Իհարկե կան խնդիրներ։ Մի մասը ձեր ասածը, մի մասը ձեր ասածի խնդիր չեն, այսինքն ինտերպրետացիայի հարց է, մի մասը կարողական դուք չգիտեք, բայց այդպես ներկայացնել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, որ Ադրբեջանը պահանջում է Հայաստանի իշխանություններն էլ կատարում են այդ պահանջները, ես կարծում եմ գուցե ձեզ որևէ ուժի, անձնապես ձեզ կամ ուժի կամ չգիտեմ երկրի կարճաժամկետ քաղաքական դիվիդենդ աբերում, բայց ես խորապես համոզված եմ, որ դա վատ ծառայություն է Հայաստանի Հանրապետության ժողովրդին, շատ վատ ծառայություն է։ Հայաստանի Հանրապետությանը պետք է խաղաղություն։ Մի բան էլ ասեմ, կհամարձակեմ ենթադրել, որ այստեղ նստած մեր ընդդիմադիր գործընկերներից շատերը իզնից լավ գիտեն դա։ Ես առաջարկում եմ չմտնել այդ թակարդը, մարդկանց հիմար բաներով չխաբել։ Ասեմ, շարունակել քննադատել իրար, չհամաձայնվել իրար հետ։ Հիմարություն ես համարում եմ, ասեմ, պարոն Դանիելյան, խաբկանքը, պատրանքը, որը կարող է տրվել ժողովրդին, այն մասին, որ օրինակ խաղաղությունը ունի այլընտրանք իդեմս պատերազմի, իդեմս հոխորտանքների, իդեմս ռազմական գործ, հիմա սրա մասին է խոսքը, ես քիչ առաջ ասում էի, որ երբեմն մենք ասում ենք բաներ, պարոն Դանիելյան, նայեք, ես Պարոն Դանիելյան, մի բան ասեմ, օրինակ նախորդ ասածս շատ ավելի վատն էր, երբ որ ասում եմ վատ ծառայություն ենք մատուցում։ Հարգելի գործընկերներ, լավ, ես պարոն Դանիելյան, պարոն Եղոյան, որևէ միտում չունեմ, վիրավորելու որևէ միտում չունեմ, փորձեմ այլ ձևակերպեմ, փորձեմ այլ ձև։ Ասում եք, նես չի որ չեք ասում։ Պարզա որ ասում եք։ շատ լավ ասացիք, հերթը կգա։ Հիմի նայեք ինչ արեցիք։ Ես ինչ եմ ասում, պարոն Դանիելյան, ասում եմ եկեք կարճաժամկետ քաղաքական դիվիդենդների պատճառով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետություն ավելի խորը փոսի մեջ չգցենք,
Դուք բռնում եք մի հատ բառի մասով բան եք սարքում։ Ձեր թվում է դուք մտահոգ Ես պատասխանեցի ինչքանով Արձագանք։ էի իմ պատասխանությունը։ Արձագանք 1 րոպե արձագանքի համար։ Այստեղ Հայաստանի Հանրապետությանը վատ ծառայություն մատուցող անձինք Ադրբեջանի պահանջները կատարողներն են։ Մենակ ավելի վատ ծառայություն Հայաստանի Հանրապետությանը չէր կարելի որևէ ձև մատուցել։ Իմ կարճաժամկետել, երկարաժամկետել դիվիդենդ այն կլիներ, որ մենք ունենայինք իշխանություն, որ Ադրբեջանի պահանջները բանակցային սեղանին կարողանար որևէ ձև զսպել, հակակշռել։ Դուք տարական հարցի արդեն 2 տարի չեք կարողանում պատասխանել։ Ես ուզում եմ այս հարցը իրոք էմոցիաներից դուրս քննարկել։ Տարական հարց է ձեզ հնչում, ինչի մասին ասես խոսում եք բացի դրանից։ Ադրբեջանը վերջը ինչ ա զիջում, որ մի պահանջն է կարողացել դիմագրավել, որ սկսել եք բանակցել, այդ պահանջը եղել է, բանակցությունների ընթացքում դա դուրս է եկել։ Ադրբեջանի պահանջները մենակ ավելացել են։ Եվ այլ երկրորդն էլ պարզ հարցը, գնահատականներին կանադառնանք ելույթում, որոնք են խաղաղության օրակարգի դեմ այսպես կոչված գործողությունները, որոնք պայմանավորվել եք Ադրբեջանի հետ, որ պիտի նենց անեք, որ երկրներում չլինի։ Տարական հարցեր են։ Շատ տարական հարցեր են, ընդունում եք, որ դա պայմանավորվել եք, ես ժողովրդին ասեք, ինչն է համարվելու սրանից հետո, երբ որ այդ փաստաթուղթը ստորագրվի ու վավերացվի, խաղաղության օրակարգի դեմ գործողություններ։ Ավարտեք, մի արձագանք։ Տիկին Վարդան, մի հատ էլ sense փորձ անեմ, sense ձևակերպեմ։ Կարծում եմ, որ վստահ չեք համաձայնում, բայց կարծում եմ, որ այս կարգի հարցերից խոսելիս, այս կարգի, գիտեք, ճակատագրական, ընդ որում ոչ մի մարդու համար, ոչ երկու, այսինքն նույնիսկ 3 միլիոն մարդուն նշել է, պետությունների մասին ճակատագրական հարցերից խոսելիս, երևի թե տեղին չի չափել պահանջների քանակով։ Ես դու ես անում ես, դա էլ տեղ ունի, չեմ բացառում, բայց մեծ հաշվով ես առաջարկում ուրիշ բանի վրա կենտրոնալ։ Նայեք, խաղաղության հաստատմամբ, հենց այս տեքստով, խաղաղության հաստատմամբ Հայաստանը դուրս է գալու մի մեծ եւ խորը ճահճից, որից դուրս չգալու պարագայում ընկղվելու ենք եւ թաղվենք։ Ասեմ, այս համաձայնագրով հարակից գործընթացներով, որոնք կարող են օրինակ սահմանազատումը, Հայաստանի Հանրապետությունը դուրս է գալու երկարամյա ընդ որում ճահճից եւ անխուսափելիորեն դեպի ամբողջական ընկղմում, ամբողջական թաղվել տանող ճահճից։ Այդտեղ ասել մենք 5 հատ ենք զիջել, դուք 4 հատ, երևի Հիմա ես ինչ եմ ասում, ընդհանրապես այդ մոտեցումը չեմ կիսում։